Իմ բաժանորդներից մեկը ինձ քանի անգամ արդեն հարցնում է, թե ինչի եմ ես այդքան սիրում, հարգում Ստալինին, խնդրում է բացատրել, մեկնաբանել։ Այսօր ես դա կանեմ, հուսով եմ, այսօրվա եթերից հետո շատ շատերը կսկսեն հարգել Ստալինին, սիրել, իսկ ավելի խելոքները կսկսեն նաև պաշտել։ Նախ ասեմ, որ Ստալինին նրա ահռելի պատմական նշանակությունը չգնահատել հնարավոր չէ։ Դրա համար առնվազն պիտի գրանցակեր լինես կամ արևմտամետ, որ Ստալինին չընդունես, որովհետև Ստալինին ինչի չեն սիրում արևմուտքում, որովհետև Ռուսաստանը փրկեց, մեկ, երկրորդը իրեն հակադրեց արևմուտքին։ Այսինքն այն 1240 թվականից Նևայի ճակատամարտից սկսված պայքարը Ռուսաստանի դեմ, արևմուտքի պայքարը, նա վերջնականապես կասեցրեց հօգուտ Ռուսաստանի եւ թույլ չտվեց ոչ Ռուսաստանի մասնատումը, ոչ նրա արևմտյան էքսպանսիան կանխեց։ Օրինակ Սի Ցզինպինը Ստալինի մահվան տարելիցներից մեկի ժամանակ ասեց, ես այդ նրա ելույթը հրապարակել եմ իմ Facebook-յան էջում, ցանկացողները կարող են մի երկու ամիս հետ գնալ կկարդան տառասի, թե ինչ էր ասում Սի Ցզինպինը։ Նա ասում է, որ ճիշտ պատմական որոշումների քանակով Ստալինն իրեն հավասարի չունի համաշխարհային պատմության մեջ։ Իսկ քանի որ Սի Ցզինպինը գրագետ մարդ է, ի տարբերություն Թրամփի կամ Մակրոնի, ինքը պատմության մեջ գիտի, որ նաև Ալեքսանդր Մակեդոնացի է եղել, Յուլիուս Կեսար է եղել, Չինգիզ խան, Թամերլան, Կարլ Մեծ, Նապոլեոն եւ այլն, եւ նա ասում է, որ Ստալինը նրանց բոլորին գերազանցում է ճիշտ պատմական որոշումներ ընդունելով։ Ավելին, Չինաստանի նման նորմալ երկրում Ստալինը պաշտամունքի առարկա է։ Էլ ավելին ասեմ, Ստալինի քրեականացվածը Ստալինի դեմ ինչ-որ բան ասել է։ Այսինքն, եթե մեր գրանտակերները գնան վերանգնեն Չինաստան մի ամից հանգստանան եւ սխալվեն հակաստալինյան հոդվածներ գրել, մեր բոլորի բախտը կբերի, նրանք բոլորը կնստեն ու շատ երկար։ Մաոյից շատ է հարգված Չինաստանում Ստալինը։ Այսինքն, այնքանով է նրանից շատ հարգված, որ Չինաստանը համարում է Մաոյին Ստալինի աշակերտ։ Տես, ուրեմն այսօր ես կխոսեմ Ստալինի գործունեության եւ նրա պատմական կերպարի բացարձակ անհայտ կողմերի եւ փաստերի մասին, որպեսզի պարզ լինի այդ տիտանական պատմական անհատականության վեհությունը, որ կամ որ կհասցնեմ այս 20-25 րոպեի ընթացքում։ Ուրեմն նախ ասեմ, որ ինքը նրա բնավորության, նրա կերպարի յուրահատուկ դետալներից մեկը այնա, որ ինքը փողոցային տղա էր։ Ոնց որ Պուտինը չի թաքցնում դա, նա ասում է, չէ։ Ես ղեկավարում եմ այն սկզբունքներով, որը սովորեցել է Լենինգրադի փողոցը։ Если драка неизбежна, бить надо первым, չէ, ինքը ասեց նրա այդ Սիրիան ներխուժելուց առաջ 15 թվականին։ Ուրեմն Արա Սահակյանը ՀՇ-ի միակ ոչ թափտպուկ անդամը, որի վերջի պաշտոնը Սերժ Սարգսյանը, որը Ղազախստանի դեսպանն էր, սրանք ազատվեցին, Սերժ Սարգսյանի Հայաստանի դեսպանն էր Ղազախստանում, իսկ Տեր-Պետրոսյանի ժամանակ ինքը հեռացավ ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ Ուրեմն Արա Սահակյանը մի շատ հետաքրքիր բան պատմեց նրա մասին, ես դա չգիտեի։ Ուրեմն 30-ականներին, երբ Ստալինը արդեն երկրի տերն էր, մեկը եշիկ աչքով գալիս է Կրեմլ, ասում է, ես Ստալինի ընկերն եմ, ինձ տարեք նրա մոտ։ Դե սրանք է զարմանում են, թե լավ էս էշքշողը Ստալինի ոնց կարող ընկեր լինի, հետո ասում են ախպեր կարող է իրոք մի բան կա, զեկուցենք։ Նավսյակի զեկուցում են, Ստալինն ասում է բերեք վերև դրան։ Մտնում է Ստալինի կաբինետ, բարևում են, բան, ասում է ճանաչիր ինձ, Ստալինը հա ճանաչի։
Դե ասում է հիշում ես, չէ, ես քո փախած տեղից քեզ փրկի տարա բան։ Հա, ասում է, այդ էլ եմ հիշում։ Դե ասում է, դու հիմա արդեն ես երկրի տերն ես, ես էլի նույնն եմ քշում։ Ստալինն ասում է, լսի, ասում է, դու որ ինձ իմ փախած այդ աքսորի տեղից դու ինձ տարար ինչ-որ մի տեղ, մի այլ տեղ։ Ես քեզ վճարել եմ, ասում է, հա, մի բան է շատ ես վճարել։ Դե ասում է, բայր ինչ ես ուզում։ Վճարել եմ արդեն։ Այսինքն, եթե այդ էշքշողը նորմալ մարդ լիներ, դե նեղը տեղից փող վերցնել չի կարելի, չէ, գողականն էլ է տենց ասում, բարոյականն էլ, մարդկային էլ, դե մարդը փորձանքից է փրկվում, դրանից չի ես փող վերցնում։ Ինքը հավատացեք կարող է դառնալ Յակուտիայի ապկոմի քարտուղար, ոնց որ Միշը Տոմսկին դարձավ, Մագադանի բայց թե փող է վերցրել փախած տեղից եւ զրկվեց այդ հնարավորությունից։ Եվ սա խոսում է նրա կերպարի մասին ճշտով ապրող մարդ է եղել, հա, հայերեն ասած։ Եվ այդ սկզբունքը ինքը պատերազմի ժամանակ էլ է կիրառել։ Օրինակ 43 թվին ինքը հունգարական բանակներից մեկը Ստալինգրադից հետ գալուց հայտնում է շրջափակման մեջ եւ Ստալինը հանձնարարում է Վատուցինին այդ 170,000-ին վերացնել, չգերեվարել։ Ինչու՞։ Ուրեմն 1 միլիոն զինվոր էր ուղարկել Հունգարիան պատերազմ, սովետական միություն։ Այդ 1 միլիոնից կես միլիոնը գերեվարվեց, 200 միլիոնը մի կերպ փրկվեց, 300,000-ը զոհվեց, որից 170,000-ը մի ժամվա ընթացքում։ Ինչի՞ Ստալինն այդ որոշումը ընդունեց, որովհետև կոնկրետ այդ բանակը ահավոր լկտի է պայել իրան օկուպացված տարածքներում սպանել է 30,000 սովետական խաղաղ բնակիչ, 30,000։ Եվ ինքը ճիշտ որոշում ընդունում, ասում է, գերմանական բանակները այդպես լկտի իրանց չէին պահում։ Վերացրապրսի դրանց։ Եվ այդ պատճառով Վորոնեժ քաղաքը, որտեղ այդ դեպքը տեղի ունեցավ, տենց էլ հերոս քաղաքի կոչմանը չարժանացավ։ Այս վերջերս արդեն Պուտինի օրոքնդեղ մանում են Սարգեսին այդ խեղճուկրակ հունգարացիների պատվին։ Եվ դա է նաև պատճառը, որ Օրբանը սարսափում է Ռուսաստանից։ Դե փոքր ազգին, ոնց էլ ինքը այդտեղ պապկում են արել բանակում, հա, սպանված կամ պապի եղբայր, բան 10 միլիոնոց ազգին 170,000-ը մի ժամում սպանվել է։ Եվ դրա համար է ինքը միջդեմ նույնն է այսօրվա վարչապետը Մազյարը Հունգարիայի միջդեմ արտահայտվում Ռուսաստանի դեմ պայքարի եւ այլն, որովհետեւ իր ազգի կաշի վրա այս գասե թե դա ինչ է։ Նման մի բան ինքը արեց նաեւ այն դիվիզիայի հետ, որը սպանեց Զոյա Կասմադիմյանսկային։ Հրամայել էր բոլոր զորքերին այդ կոնկրետ ասենք 10-րդ դիվիզիայից ոչ ոքի չգերեվարել։ Դե այս դիվիզիան միշտ համալրվում է, չէ՞։ Զոհվածների տեղը նորերն են գալիս, բան։ Ոչ ոք չվերադարձավ տուն պատերազմից հետո։ Բոլորը սպանվեցին։ Կամ ռազմի դաշտում, կամ գերեվարվելու ժամանակ։ Դա էլ է ճիշտ արարք։ Թեպետ միջազգային նորմերի խախտում է, ռազմագերուն չի, բայց դե կներեք էլի, անչափահաս աղջկան, կարելի է կախել, տես դաժան ձևով։ Այո, Զոյան արդեն չափահաս դարձել էր, իր մահապատժից 2 օր առաջ չափահաս էր դարձել, դա անելու բան էր, իհարկե ոչ։ Դե այսինքն եւ պատերազմում եւ քաղաքացիական կյանքում ինքը կայացրել է նոր կոպիտ ասած փողոցային որոշումներ, որոնք բացարձակ ճիշտ են եղել։ Հիմա Ստալինին վերագրում են որպես նրա կյանքի ամենամերձ գործ 45 թվի հաղթանակը, բայց դա իրականում տենց չէ։ 45 թվի հաղթանակը դա նրա ամենափոքր արած բաներից էր։ 45 թվի հաղթանակը ինքը արդեն 31 թվին ապահովեց։ Իր ամենակարևոր գործերը արել է 41 թվից ներքև եւ 45-ից վերև։ Հիմա ես կխոսեմ դրանց մասին։ Ուրեմն 1931 թվականին խոսելով Կենտկոմի պլենոմի ժամանակ նա ասեց հետեւյալը. Եթե 10 տարում մենք 50-60 տարվա
ռիվոկ թրիշկ չապահովենք մեր երկրում տնտեսական, տեխնոլոգիական եւ այլն, գիտական 10 տարուց մեզ կվերացնեն, մեզ կկզեցնեն, нас самնոտ ասում։ Դե ինքը հանճարեղ էր, ինքը 31 թվին արդեն 41 թվի արավիշկը տեսնում էր։ Ինքը տեսնում էր անգլոսաքսերի եղած ձգումները, ինքը տեսնում էր իտալական ֆաշիզմը, ինքը տեսնում էր ֆաշիստական տենդենսներ ողջ Եվրոպայում, հատկապես Գերմանիայում, կործանված Գերմանիայում։ Եվ ինքը տեսնում էր, որ ինքը չէր կարող չտեսնել, որպես հանճարեղ մարդ, որ այդ ողջ այդ ուժը արևմուտքը իդեմս անգլոսաքսերի մղելու է սովետական միության դեմ։ Եվ նա ասեց այդ բանը։ Իհարկե կարմիր բանակը ապահովեց հաղթանակը, բայց լավ եթե կարմիր բանակին տանկ տվող չլիներ, հրետանի, ավիացիա, արկեր, փամփուշտներ եւ այլն, ինչով էր կռվելու կարմիր բանակը։ Այսինքն կարմիր բանակը կռվեց եւ հաղթեց ինդուստրիալիզացիայի շնորհիվ, որը նախաձեռնեց Ստալինը 1931-ին։ Ուրեմն 10 տարվա ընթացքում ինքը ապահովեց ոչ թե 50, այլ ավելի շատ տարիների թռիչք, 41 թվին Սովետական միությունը աշխարհի ամենամոդեռն զարգացած տեխնոլոգիական առումով երկրներից էր, եւ ինքը եւ արդյունաբերական առումով եւ տնտեսական ինքը կարողացավ դիմակայել այդ չարիքին։ Կարողացավ դիմակայել։ Ուրեմն չի եղել աշխարհում ինդուստրիալիզացիայի նման ռեֆորմի փորձը։ Տարեկան լիբերալներ են ասում, տարեկան 15-ից 20% աճ ապահովել 10 տարի մեջ։ Չի եղել աշխարհում այդ բան։ Բայց դա նաև ունեցավ իր նեգատիվ կողմերը, ասենք Գալադամորը։ Գալադամորը այսօր արևմուտքն ասում է, թե դա ցեղասպանություն էր ուղղված ուկրաինացիների դեմ։ Սուտ է դա, ստոր սուտ է։ Նախ Գալադամորը կպավ արևմտյան Ուկրաինային, այսօրվա Դոնբասը, Նովորոսիա մինչև Օդեսա։ Այնտեղ բանդերական չկար, բանդերական մարզերը դեռ սովետական միությունում չէին։ Այսինքն զոհվել են, մահացել են դիստրոֆիայից մենակ էթնիկ ռուսները։ Երկրորդը ո՞րն էր մայր պատճառը Գալադամորի։ Նա այն որ ինքը մի օրում 20 միլիոն աշխատուժ վերցրեց գյուղից, ուղարկեց քաղաք։ Դե գյուղատնտեսության վիճակը ինչ կներ։ Դրան պլյուս հսկայական սարսափելի երաշտ, պլյուս կոլեկտիվիզացիայի որոշ թերացումներ։ Արդյունքում ստացվեց Գալադամոր, որը տարավ 7 միլիոն մարդու կյանք Ուկրաինայում, այսօրվա նախկին Ուկրաինայում, ավելի ճիշտ Պավոլոջայում եւ մի քիչ Ղազախստանում։ Հիմա Ղազախներն են համոզում արևմուտքից եւ բանդերականները, թե եկեք դուք ձեր այդ սլովը Գալադամոր ձևակերպեք, ցեղասպանություն, բանման, դե դուք այ էֆենդին լենքան էշ է, հələ խելքը հացի չի կերե, որ այդ բանն անեն, բայց թե օրինագծեր մտցվել են Ղազախստանի պարլամենտ։ Ինչու է դա Գալադամորի մասին, որ դա 45 թվականի հաղթանակի գինն էր, որը պետք է վճարվեր։ Եթե այդ 20 միլիոն աշխատուժը Ստալինը յուղի չտաներ քաղաք, չէր լինի ինդուստրիալիզացիա։ Հետևաբար չէր լինի 45-ի հաղթանակը։ Այսինքն դա այն գինն էր, որը պետք էր վճարել։ Եվ այս հարցի շուրջ սպեկուլյացիաները դա անբարոյականություն է։ Մի շատ հետաքրքիր եւ անհայտ դետալ ինդուստրիալիզացիայի process-ից։ Ուրեմն Ռուսաստանում կա լուրջ տնտեսագետ Կատասոնով, որը շատ է եթերներում հայտնվում, պարբերականներին հարցազրույցներ է տալիս, չափազանց Ռուսաստանի ամենաառաջադեմ տնտեսագետներից է, գիտությունների դոկտոր, դե որպես նորմալ մարդ պարզ ակադեմիկոսի կոչում չունի։ Ուրեմն ինքը ֆունդամենտալ աշխատություն ունի ինդուստրիալիզացիայի նվիրված, որտեղ ինքը նստել առաջինից վերջի կոպեկը հաշվել է, թե ինչ է ծախսել ֆեդերալ բյուջեն Սովետական միության այդ դիեզերական պրոյեկտի վրա եւ հաշվել է, որ Սովետական բյուջեն տրամադրել է այդ պրոյեկտին 5 միլիարդ ոսկե ռուբլի։
Բայց իրականում ծախսվել է 10 միլիարդ ոսկե ռուբլի։ Բայն 5-ը որտեղից։ Տեսեք, այստեղ զամանալի բան է ստացվում։ Եթե պետությունը հատկացներ 10 միլիարդ 5-ը ծախսվեր, այստեղ պարզ կլիներ, որ իշխանությունը լափել է։ Բայց պետությունը ծախսում է 5 միլիարդ, տալիս է 5 միլիարդ, իշխանությունը 10 է ծախսում։ Լավ, որտեղից է փողը։ Այդ դեպս խոսում եմ մենակ ֆեդերալ բյուջեի մասին սովետական հանրապետություններն իրենց բյուջեի հաշվին ֆինանսավորել են, չէ՞, հագին բան են արել։ Ինդուստրիալիզացիայի ժամանակ։ Դե քանի որ դոկտոր Կատասոնովը գողական չի հասկանում ինչ բանա վազորած է, ինչ բանա հմտացած չէ հատուկ ծառայությունների աշխատանքի մեջ, աշխատավոճի, ինքը դրա պատասխանը չունի, բայց դրա պատասխան ունեն ուրիշներ, ասենք Միխայել Զելյագինը, Պետդումայի դեպուտատ, նաև շատ տաղանդավոր տնտեսագետ, ինքը ապացուցում է, եւ դա աներկելի ապացույց է, որ դա եղել է ցարական ոսկին։ Այդ 5 միլիարդը։ Այլ աղբյուր չէր կարող գոյություն ունենալ։ Ուրեմն ասեմ փաստացի կողմ։ Ուրեմն դեռ 20-ականներից Ստալինը Վեչեկայի, որը արդեն կոչվում էր ՕԳՊ-ով, միջոցով փորձում է կոնտակտներ հաստատել արքայական ընտանիքի ոչ մնացած անդամների հետ Եվրոպայի եւ եվրոպական բանկերի հետ, որտեղ պահվում էր Նիկոլայ II-ի անձնական ընտանեկան ոսկին 5 միլիարդ ոսկե ռուբլի։ Ապարդյուն, ինչ որ ոչ զգալի հաջողություններ։ Գալիս է 29 թվականը։ Ամերիկան կործանվում է, սկսվում է մեծ դեպրեսիան։ Կանգնում են ամերիկյան գրեթե բոլոր գործարանները։ Էլ աշխարհում ոչ ոքի պետք չէ ամերիկյան հաստոցները, ամերիկյան մետալուրգիան, ամերիկյան էլեկտրոնիկան, մեքենաշինությունը, որովհետև փող չունեն, աշխարհում ոչ ոք փող չունի, որ դրա համար վիճարի։ Մի հոգու է այդ բանը, պետք դա Ստալինն էր։ Ուրեմն ինչ է անում նա։ Չունենալով դիվանագիտական հարաբերություն Միացյալ Նահանգների հետ, դրանք հաստատվեցին 33 թվականին, արդեն Ռուզվելտի օրոք, նա կապնվում է նախագահ Հուվերի հետ։ Հուվերն ասեմ, Ամերիկայի ամենատաղանդավոր նախագահն էր եւ ամենաավանտյուրիստ նախագահն էր, որ ամենամեծ օգուտը բերեց Միացյալ Նահանգներին, երկիրը դուրս բերեց այդ ճահճից։ Մեկ ավելացեմ նաև, որ Ամերիկայում է գալադամոր եղավ, թեպետ նրանք այդ տերմինը չեն օգտագործում։ 10-15 միլիոն մարդ մահացավ Ամերիկայում դիստրոֆիայից, այսինքն սովից, այսինքն լուրջ, ուղղակի նրանք չեն խոսում այդ մասին։ Այդ կորուստները, հա, ասում են, որ սով էր, դիստրոֆիա էր, բայց չեն անվանում դա գալադամոր։ Ուրեմն ինչ է ասում, մեկ ներկա չենք եղել Հուվերի եւ Ստալինի խոսակցությանը, բայց նրանց թեման հետեւյալն է եղել։ Պարոն նախագահ, ասում է, քո երկիրը խնդրեմ ունի, քո արտադրությունը ոչ ոքի պետք չէ, քո գործարանները սոված տները նստած են։ Ես է փող ունեմ քեզ վճարելու, որ քո գործարաններն իմ համար աշխատեն, բայց դե իմ փողը չեմ կարող ստանալ։ Արի դու քո հեղինակությունը, քո լծակներն օգտագործի, իմ 5 միլիարդը վազվրատ անենք, ես մյուս օրը այդ գումարն ուղարկեմ քեզ։ Տենց էլ ստացվում է։ 5 միլիարդը գալիս է սովետական միություն, 5 միլիարդ ոսկե ռուբլին։ Հաջորդ օրը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ եւ Միացյալ Նահանգների ծանր արդյունաբերությունը սկսում է գործել։ Ոչ միայն ծանրը։ Մի հատ երկու հատ առնվազն 1000 հսկայական ձեռնարկություն կառուցվեց ամերիկացիների օգնությամբ Ստալինի ուղարկած արխայական փողով։ Գործարանը կառուցում էին Ամերիկայում, ստարտ էին տալիս, գործարկում էին, քանդում հավաքում բերում Մոսկվայում, Ռուսաստանում հավաքում էին։ Եվ մետալուրգիա, եւ մեքենաշինություն, եւ հաստոցաշինություն, եւ ամեն ինչաշինություն, եւ էլեկտրոնիկա։ Գիգանտներ առաջացան սովետական միությունում։ Եվ այդ ամեն ինչը ամենավերջին, ամենաառաջադեմ տեխնոլոգիաներով, ամենափայլուն ինժեներական մտքով։ Հիմա տեսեք, անգամ հանճարեղ մարդ հետ կամ բանը չէր ֆայմի, որ կարելի է
Սակավորական ոսկին վերադարձնել, տալ Ամերիկա, Ամերիկային է կողնի, մեզ է կողնի, մենք այդ ռիվոկը զգալի կարագացնենք։ Ստեղ ախր մի քիչ յուրատուկ ուղեղ է պետք, ճկունություն է պետք, դա ոնց ասեմ։ Այսինքն այդ կարգի բաներ են արել պետության համար։ Եվ դա իհարկե պատմության մեջ հիմա դառնանք նրան մեղրագրվող ռեպրեսիաներին։ Օրինակ մեկը թող իրան հարստա, թե լավ, ինչի այդ ռեպրեսիա կոչվածները սկսվեցին 37 թվին։ Ու մի քիչ ավելի շուտ 35-36-ից սկսվեցին, ոչ թե 31-ին, 29-ին։ Կարող է, չէ, եթե ասում եք Մարսակերեր, ինքը միազնյա իշխանություն ուներ նաև 29 թվին, 28, թող 28-ին սկսեր։ Ես համոզված եմ, որ այդ ռեպրեսիաների միակ պատճառը եւ միակ նպատակը, որ նա հետապնդում էր, դա այն էր, ինչի համար մարդ էր սպանում Իվան Գրոզնին։ Հիշեցնեմ, որ Իվան Գրոզնին, որը Ստալինի պատմական կուռքն է, իր 30 քանի տարվա մեջ ընթացքում թագավորության ինքը սպանել է 3300 մարդ։ Եվ դրանով եվրոպացիք իրան չեն ասում Իվան Գրոզնի, թարգմանում են Ivan the Terrible, սարսափելի, Իվան սարսափելի։ Իվան Գրոզնու ժամանակակիցը, մի եվրաբոս, եկած էր Ինամեզիչին, մի օրում սպանեց 33000 մարդ, խաբելով աղջկան ամուսնացրեց Հուգենոտի հետ, Նավարայի Հենրիկի հետ, SS եկան հարսանիք Փարիզ, 3000 Հուգենոտ ֆրանսիացի սպանեցին Փարիզում, 30000 Ֆրանսիայում մեկ։ Եկած էր Ինամեզիչին մնաց պատմության մեջ, արևմտյան պատմագրության մեջ, որպես շատ բարի նորմալ կնիկ, Իվան Գրոզին որպես մարսակեր։ Իվան Գրոզին մարդկանց վերացնում էր սաբոտաժի համար, ծուլության համար, իր պրոյեկտները վիժեցնելու համար։ Իվան Գրոզին դա առաջի կառավարիչն էր Ռուսաստանի, որը ուղղակի պետություն ստեղծեց, պետական բյուրոկրատիան ինքը ստեղծեց։ Օրինակ ես որ Սլավոնական համալսարանում էի աշխատում, մենք տոնեցինք Ռուսաստանի հաշիչ պալատի, Շյոտնայ պալատը, ինչ-որ մի քանի ամյակը, որը ստեղծվել էր Իվան Գրոզնու օրոք, կոչվում էր Շյոտնի պրիկազ։ Այսինքն մարդը բյուրոկրատիա ստեղծեց, մարդը երկիրը զարգացնում էր, ուզում էր Եվրոպային հասնել, բայց ինչ-որ բայարներ են հանդիպում, պատահում, բան, որոնք պատնոշկա են տալիս, ինչ-որ սաբոտաժ են անում, մարդը դրանց էր վրա, նույնը Ստալինը։ Տեսեք, օրինակ, իր զոհերից մեկը Նիկոլայ Բուխարինը, որը շատ տաղանդավոր մարդ էր, շատ բարի ազնիվ կոմունիստ էր, բայց այդ խելքի ծավալը չուներ, ինքը մտածեր, թե Ստալինն ինչ է անում։ Այն մարդը 22 թվականից պայքարում էր Սովետական միության կենտրոնացված կառավարության դեմ, ասում էր, թե ախպեր, մենք եղբայրությունամերը, թողեք ուզբեկ կոմունիստները, հայ կոմունիստները, իրանք իրար մեջ յոլա կգնան, մեզ ինչ պետք է ասես կենտրոնացված իշխանություն, բան էսքան։ Լավ Ստալինի իշխան դրան նվնվոցել էր, այն է ինդուստրիալիզացիայի ժամանակ։ Ինչքան։ Բայց Բուխարինը միայնակ չէր, ինք ուներ իր մետաստազները բոլոր հանրապետություններում, չէ։ Զինովև, Կամենևն շատ-շատերը։ Դրանք բոլորը կատեգորիկ դեմ էին ինդուստրիալիզացիային, ամենայն դեմս այն մեթոդներին, որով դա Ստալինը կիրառում էր։ Դե նրանք այդ տաղանդը չէ ունեցել հասկանալ, որ 31 թվին նրանք չէին կարող հասկանալ, որ 41 թվին ինչ է գալու երկրի գլխին, երբ Ստալինը խոսում էր 10 տարու մասին։ Նրանք հետո 41 թվին տեսան, ովքեր ոչ մնացին, թե որքան ճիշտ էր, որքան իմաստուն էր Ստալինը։ Հա, բայց այդ ռեպրեսիաները դա ձնահյուսի վերածվեց եւ արդեն այնտեղ տվեց շատերի հերն անեցեց։ Հրաժարագույն թերասումներ եղան։ Ինչպես ասում են, իզդержки производства, բայց այստեղ այդ ամեն ինչում մեղադրել նրան, որ իբր մարդակեր է, էսա է, դա անլուրջ է։ Եվ բանակը ինքը մաքրեց։ Իհարկե, չափից ավելի շատ մաքրվեց։ Եվ էկոնոմիկան, եւ կուսակցական ապարատը, եւ գործադիր իշխանությունը։ Գուցե եւ մեկի տեղը 5 տուժեցին, բայց դա
այն անհրաժեշտ քայլներ, առանց որի ինդուստրիալիզացիան ուղղակի չէր շարունակվի։ Հսկայական ընդդիմություն կար այդ պրոյեկտի դեմ իշխանության բոլոր մակարդակներում։ Իսկ ինքը չէր կարող այդ միշին խելքի դեր մարդկանց բացատրել, թե երկրին ինչ է սպառնում, եթե սա այսպես չլինի։ Հետո չմոռանանք, ոչ մի ապօրինի որոշում չի ընդունվել այն ժամանակ։ Այդ որ այս գրանտակերին ասում են տրոյկա, բանկամեստկոմ, նախ տրոյկա Արսեն Ստալինի ժամանակ չկար։ Այդ տրոյկաներն ինչ էին, երբ երկիրը փլուզված էր քաղաքացիական պատերազմ պլյուս օկուպացված։ Ամերիկացիք վեր էին նկատի Վլադիվոստոկում, անգլիացիք Մուրմանսկ, Արխանգելսկ, ֆրանսիացիք Օդեսա, դո չեխերը եկե հասել էին, Սիբիր էին հասել։ Այդ ժամանակ եւ մարզիորություն կար եւ բան կար, դատական իշխանություն չկար։ Բայց այդ տրոյկան չլիներ, ոնց պատժեիր դրանց։ Իհարկե ինչ-որ ժամանակավոր դատարաններ պիտի լինեին, այդ տրոյկա կոչվածները, որ մարզիորին պատժեին։ Այս անային ու կանխեին այդ բարդակ էր երկրում։ Եվ քաղաքացիական պատերազմ, եւ արտաքին ներխուժում, եւ սով, եւ բեսպրեդել։ Ընդ որում այդ տրոյկաները 5 տարուց ավել ոչ ոքի իրավունք չունեին դատապարտել։ Դրանք շուտ մանր զանցանքներ էին։ Այսինքն 5 տարվա արժանի։ Այսինքն այդ ռեպրեսիաները, եւ ամենակարևորը, անձամբ Ստալինը 130 թե քանի հոգու վերացման հրահանգ տվել։ Այն մյուսները իր շրջապատում 10-100 անգամ իրանից շատ։ Խրուշչովը մի օր զեկույց է գրում, ազգանուններով թեում ապել բանալը, Ստալինը թեշտում է, ինչ-որ խելքի դուս թվեր է գրել։ Ռեզոլյուցիա է դնում տակը, ուймись дурень, հետո ուղարկում Խրուշչովին, ասում, անասուն չէ, սարես, համը բերանտ անգել։ Հետո ինչը վնասեց Ստալինի պատմական կերպարին, Ստալինիցինի նման տականքները արխիպելագ գուլագ գրեց, որտեղ ապացուցեց իր արևին, թե 30 միլիոն դատվել է, սպանվել է, ֆանտաստիկ մի թիվ։ Ստալինի կառավարման 29 տարիների ընթացքում, դա փաստ է, բոլորդ կարող եք նայել, դատվել է Ռուսաստանում 3 միլիոն մարդ։ Հիմա Ամերիկայում 6 միլիոն է նստած։ Հիմա Ամերիկայում 6 միլիոն մարդ կա նստած, ինտերնետի դարա բոլորդ կարող եք պարզել։ Իսկ թե ինչքան է դատվել Ամերիկայում 29 տարվա մեջ, դա արդեն ավելի ֆանտաստիկ թիվ կլինի։ Ուրեմն Ստալինի օրոք դատվել է 29 տարում 3 միլիոն մարդ, որոնցից քաղաքական հոդվածներով գնացել են 700,000-ը։ Թե 700,000-ից քանիս են գնդակարվել, ձերս կմնան պատասխանելու ցանկացած սխալ թիվ չասեմ։ 700,000-ը դատվել ընդամենը 29 տարում քաղաքական հոդվածներով։ Մեկը թոնստի հաշվի, դե հետարքիր է, թե մակարթիզմի ժամանակ Ամերիկայում քաղաքական հոդվածներով քանի հոգի դատվեցին համաշխարհային պատերազմից հետո։ Մեկ այլ բան ասեմ, Ստալինի մարզակերության եւ Ամերիկայի հետ խոտակերության վերաբերյալ։ 41 թվի դրությամբ Ամերիկայում կար 120,000 ճապոնացի ամերիկյան քաղաքացի։ Եվ ինչ արեց Ռուզվելտը դրանց։ Ինտերնիրованիե այդ բառը չունի հայերեն թարգմանություն։ Ու մոտարապես նշանակում է քաղաքացիական իրավունքներին, ու գետո է կողես, այս ասեմ, ու գետո չի մտցրել է դրանց։ Բայց զրկել է բոլոր իրավունքներից, դարձրել է բոմժ։ Եվ դրա կարիքը չկար։ Ամերիկայի տարածքում պատերազմ չկար, ճապոնական զորքեր չկային։ Դու չի ես այդ հայվաններին տանջում արա։ Բայց սովետական միության տարածքում գերմանական զորքեր կային։ Իսկ ինչ արեց Ստալին սովետական գերմանացիներին։ Ոչ մի գետո, ոչ մի ինտերնիրованիե, ուղղակի տեղափոխեց Ղազախստան։ Ժամանակավոր։ Դա վտանգավոր է, պատկերացրեք
Ինչ վտանգ էր դա պարունակում։ Գերմանական բանակը գալիս է սովետական միջից, դու ունես 100,000-ով, եթե ոչ միլիոններով էթնիկ գերմանացի։ Բա իհարկե դրանց դու պիտի ֆրոնտի գծից հեռացնես Ղազախստան տանես։ Պատերազմից հետո շատերը վերադարձան, շատերը մնացին, հետո 90-ականներին Գերմանիա գնացին։ Հիմա ով է մարտակեր արով, դա Ստալինը։ Գանք Չինաստանին։ Այսօրվա Չինաստանի եւ պապան, եւ մաման, եւ քերակինը, եւ քերին, եւ ամեն ինչը Իոսիֆ Ստալինն է։ Ուրեմն 35 թվականից նա սկսեց հովանավորել եւ ֆինանսավորել Մաո Զեդունին, կոմունիստերին Չինաստանի։ Ճապոնական ներխուժումից հետո սկսեց ֆինանսավորել նաեւ Չանկայշիին։ Դա երկուսն են նույն ընդհանուր թշնամու դեմ էին կռում ճապոնացի։ Ուրեմն մինչև 45 թվականը ներառյալ հայրենական պատերազմին ամենածանր օրերը ամեն օր սովետական միությունից գնում էր Չինաստան, Չանկայշիին եւ Մաոյին։ Կանխիկ դոլար, զենք զինամթերք, ռազմական մասնագետ ամեն օր։ 45 թվականին պատերազմից հետո, երբ Ստալինը մտադիր էր դրանց բարիշացնել, բայց դա հնարավոր չեղավ գաղափարական տարաձայնությունների պատճառով, Ստալինը բնականաբար բռնեց Մաոյի կողմը, ամերիկացիք Չանկայշիին։ Ուրեմն լինելով միջուկային մենության մեջ 45-ից 45 թվականը, երբ Ստալինը չուներ միջուկային զենք, ամերիկացիք ունեին ու ամեն պահ կարող էին օգտագործել եւ շատ զգալի վնաս տալ սովետական միությունը։ Ինքը մաքրեց Չինաստանը ամերիկացիներից։ Վերջի ամերիկան զինվորը մայրցամաքային Չինաստանից ջանդամվեց Թայվան 49 թվականին։ Հավատացեք, դրա համար հսկայական ահռելի կամք է պետք քաղաքական։ Այդ դող կոչվածը ինչ որ չափի ավանտյուրիզմ, որովհետև գիտեք, եթե աշխարհում մի հատ գերտերություն կա միջուկային, դու դրան դուրս ես գցում մի հսկայական տարածքից, դա հղի է շատ վատ բաներով։ 50-53 թվականների կորեական պատերազմը հասկացանք արդեն սովետական միությունն է ուներ միջուկային զենք, արդեն Փարիզից հետ կար որոշ չափով։ Այդ ժամանակ ամերիկացու հետ չալատալը հեշտ էր, կարելի էր։ Լավ բա 45-ից 49-ը եւ իհարկե չինացիք դա գնահատում են։ Եթե Ստալինը պարտվեր Միացյալ Նահանգներին Չինաստանում 45-47 թվի հետ քաղաքացիական պատերազմի ժամանակ, հավատացեք, այսօր Չինաստան չէր լինի։ Կլներ Թայվանի նման մի 15-20 հատ կամ 30 հատ մանր բորդելներ ամերիկյան վերահսկողության տակ։ Ամերիկյան ֆիլիալներ։ Այսինքն եւ Չինաստանի միասնությունը, ամբողջականությունը եւ այսօրվա նրանց տնտեսական եւ քաղաքական, ռազմաքաղաքական հզորության ֆունդամենտը դա գցեց Ստալինը 45-49 թվականներին։ Դրա համար այսօր նա ամենահարգված պատմական պերսոնաժն է Չինաստանում, Մաոյից շատ։ Դրա համար նրան ու ոչ տեղի կամ ինչ-որ լպիշ քննադատությունը քրեականացված է։ Եվ դրա համար է չինացիք մարդ են, Աստված վերջի տեսնում է, չէ, ապերա ժողովուրդ չեն հայերի պես։ Աստված չինասիների կանաչ լույս ավար է։ Միջուկային պրոյեկտը սովետական միության։ Այն ֆանտաստիկ արագությունը, որով սովետական միությունը հասավ 45-ին սկսեց, ինչ է, այդ սպեցկոմիտետը, այդ հատուկ կոմիտեն ստեղծվեց Հիրոսիմայից հետո։ Ստալինը Բերիային հանձնարարեց, ասեց, ինչ ուզում ես արա, գնա այս հարցը լուծի։ Դե Բերիան էլ էր հանճարեղ հանձնարարություն, նա էլ իր տաղանդավոր թիմը Սուդապլատովի պես-ներին ներգրավեց եւ 49 թվին օգոստոսին 4 տարուց սովետական միությունը ունեցավ իր
ատոմային ռումբը։ Ատոմային ռումբը։ Ուրեմն ակադեմիկոս Կավաչուկը, Միխայիլ Կավաչուկը, որը Պուտինի մանկության ընկերոջ ավագ եղբայրն է, եւ այսօր ռուսական իշխանական հիերարխիայում թիվ 1 դեմքերից է, որովհետեւ Պուտինին բանասողներից մեկը ինքն է։ Պուտինի համար նա ինտելեկտուալ հեղինակություն է, այսինքն ռուսական իշխանության մեջ ինքը ավելի ազդեցիկ է, քան Լավրովը, քան Մալոզինները, չեմ խոսում Մատվիենկո։ Ինքը մի անգամ պատմեց, թե իրականում Բերյան ինչ ա արել։ Ոչ մի գաղտնիք չի գողացել, ինչ որ ֆորմուլաներ, ֆիզիկական բան, այդ ամեն ինչը Կուրչատովը գիտեր։ Բայց ոնց հավակն է Կուրչատովին, նույնիսկ Կուրչատովն է ասել, որ ախպեր դու ինձ կարաս այսքան բանն ասա։ Օրինակ, միջուկային զենքի համար պետքա ծանր ջուր, այսինքն այդ ջուրը պետքա ծանրացնել։ Ջուրը ծանրացնելու, ասենք 20 ձև կա եղանակ։ Հիմա Կուրչատովն ինչ անելու, պետք է նստի հատատ փորձի, չէ՞։ Առաջինից 20-ը տեսնի ամենաճիշտը, ամենաօպտիմալը որն է։ Այդ դա ամիսներ տարիներ կտևի։ Բերյան նրան ասում էր, որն է ինչ մեթոդով են ամերիկացիք դա արել։ Եվ Կուրչատովը հսկայական ժամանակ շահեց։ Սովետական միությունը, այսինքն։ Բերյան այն ֆենոմենալ ցանցներ ստեղծել էս Մանհեթենի պրոյեկտի շուրջ եւ Լոս Ալամոսում։ Օրինակ, հանճարը Օպենհեյմերի կինը Սուդապլատովի ինֆորմատորն ա եղել։ Այդ կինը տեղյակ չի եղել, թե ում համար աշխատում ինչ է անում, ուղղակի ակամայից եղել է Սուդապլատովն ա գրում իր մեմուարները։ Շատ հետաքրքիր մանրամասն է։ Այսինքն, այդ ֆենոմենալ աշխատանքը կատարված Ստալինի ղեկավարության ներքո բացարձակ տաղանդավոր մարդկանց կատարմամբ։ Իսկ թե ինչու Ստալինը տաղանդավոր մարդ էր ներգրավում, դե որովհետև ինքն էր տաղանդավոր։ Օրինակ Լենինը, Ստալինը կրթության նախարար նշանակում էին աշխարհի ամենագրագետ մարդուն, ինքը Անատոլի Նոչարտուն։ Քոչարը նշանակում է ինչ-որ երիտյան Սերգո Մերգո։ Մի կեղտոտ կաշառակել ազնվորություն ողոր մի դրա կողքի մերելներին, տղեն է մի հատ Փաշինյան Նիկոլի սրտի դատավոր։ Լիներ Քոչարյանը կամ Սարգսյանը Ստալինի տաղանդի տեր մարդ։ Իհարկե նրանք ուրիշ նախարաններ կնշանակեին։ Այս թյուրիմացություններին չէինք տեսնի։ Երկիրը ուրիշ կլիներ։ Ուրեմն մի ռեժիսոր կա Ալեքսանդր Սակուրով, չափազանց տաղանդավոր ռեժիսոր է, Տարկովսկու փոքր տեսակն է, բայց լիբերալ է, մարեմտական է, Պուտինը իրենքից խորհուրդ ունի մշակույթի, ինքը այդ խորհրդի անդամն է եւ բոլոր նիստերին Պուտինի չամրվում է, թե ախպերը ճապոնական, ճապոնաֆիլ է ինքը, այդ կղզիները հետ դու դա հետ չեմ, դա ախպերը հետ դու ինչ հսկայական տա չէ։ Քսենիա Սաբչակին մի հարցազրույց է տալիս։ Լինելով լիբերալ, այսինքն հակառուս անձնավորություն, ինքը ասում է, այն ինչ արեցին բոլշևիկները, Լենինի Ստալինի գլխավորությամբ, աշխարհը այդ բանը չէր տեսել։ Չի եղել տես դե, որ միաժամանակ նույն քաղաքում, նույն շենքում հավաքվեն 50-60 հանճարեղ մարդ։ Այդ թվարկում է ովքեր, Լենին, Տրոցկի, Ստալին, Ձերժինսկի, Սվերլով եւ այլն եւ այլն։ Չի եղել տես դե, որ միաժամանակ մի շենքում կուտակվեն։ Դա ինչի՞ց է լավ, դա նայած որ առաջի դեմքերն են հանճարեղ եղել, չէ՞։ Ոնց կարող է Ստալինը աշխատել Լունաչարսկուց պակաս տղի հետ, երբ պետք էր անգրագետ ժողովրդին 20-37 տարուց կոսմոս անել, 61 թվին։ Նրան երիտյան Սերգո պետք չէր, նրան Լևոն Մկրտչյան պետք չէր, նրան հենց Լունաչարսկին էր պետք։ Իր ժամանակվա աշխարհի ամենակրթված մարդը։ Նրան Չիչերինն էր պետք։ Լունաչարսկուն հավասար մարդ նախկին ազնվական։ Քանի
նյուանս էլ բացահայտեմ Ստալինից, որ ցավանությունն անտեղի կա։ Նրա ազգային քաղաքականության ազգերին ճնշելու սովորության մասին, որը նրան վերագրում են։ Ուրեմն 48-49 թվականներին տեղի ունեցավ Սովետական միության կոմպոզիտորների միության համագումարը, որտեղ խայտառակվեցին Արամ Խաչատրյանը, Դմիտրի Շոստակովիչը, Սերգեյ Պրոկոֆիևը, 20-րդ դարի տիտանները, ոչ միայն սովետական ռուսական երաժշտության։ Նրանց մեղադրեցին ֆորմալիզմի մեջ, ֆորմալիզմ, կոսմոպոլիտիզմ, արևմտյան հոսանքների ազդեցության տակ գտնվելու մեջ, եւ Արամ Խաչատրյանին ինչ արեցին, աքսորեցին Հայաստան։ Ասեցին Արամելին, դու հայ տղա ես, նա գնա հայերեն խոսել, սովորի վերջապես։ Մի քիչ հայ դառել, իմար դառի, դարձի արի, հայ գեղեցիկ ընկերություն արա, թանմաց ընկեր, տնական արա խմի, հետո կգաս զաչոտ կանես, մենք այդ մոցով հետ կթողնենք։ Այս խելմար աշխարհում ճանաչված էր Արսեն։ Մինչև 48 թիվը ինքը արդեն ամեն ինչ գրել էր բացի Սպարտակից, Գայանեն կար, Ջութակի դաշնամուրային կոնցերտները կար, սիմֆոնիաները կային, ինստրումենտալ գործիքային գործերը կային։ Մենակ Սպարտակը գրեց իր երևելի գործերից նրանց։ Հելավ եկավ են աշակերտի պես ջուղերն էր ֆրֆռում, ջուղացիներ հետ էր ընկերություն անում, դաշտեր էր գնում չոբանների հետ, մեղեդիներ էր հավաքում հայկական, որոնք հետո օգտագործում էր։ Սա ասում եմ այն ոչխարների համար, որոնք ասում են, թե Ստալինի խելքն ու միտքը, ուշն ու միտքը եղել է հայ ինքնությունը ճնշել, հայոց լեզուն վերացնել, հայ մշակույթը, բան, այս կողմ, այն կողմ։ Մի դետալ էլ, որը շատ հատկանշական է Ստալինի մենեջերական հանճարին, հանճարը ներկայացնելու համար, ուրեմն Արամ Խաչատրյանը երբ վերադառնում է էվակուացիայից 43 թվականին, մի օր իր տունը նստած դռան զանգ է գալիս։ Բացում է մի հատ փոքր մոքր տղա նիար, մի 40 կիլոմետր տղա, ջութակը ձեռը, բա ինչ ա եղել տղա ջան, ասում է Արամ Իլիչ, ասում է, ձեր կոնցերտն եմ սովորել։ Նվագեմ լսեք էլի։ Լեոնիդ Կոգնն է եղել այդ երիտասարդ այդ փոքր մոքր ջութակը, որ հետագայում աշխարհը նվաճեց։ Նվագում է Խաչատրյանը դնում է, որ սա ֆենոմեն տղա է, ես ինչ է։ Ուրեմն Կոգնի դասատուն Աբրահամ Յանպոլսկին Աֆերից տելեամարդ էր, ասել էր դու գնա, Կոգնին է բանակ էին տանում, ֆրոնտ, ասում էր գնա Խաչատրյանի մոտ նվագի կոնցերտը, ինքը մի բան կանի, գիտեր, որ Շոստակովիչը չի կարան այդ բանն անել, Պրոկոֆիևը չի կարող, ուղարկում է Խաչատրյանի տուն։ Ասում է տղա ջան, արի քեզ ուտելիք տամ, բան տամ, ես տամ, ենք, Խաչատրյանը ենե դե Արամ Իլիչ ասում է, ինչ ուտելիք, ինչ բան, վաղին ֆրոնտ են տանում, մի բան արեք։ Խաչատրյանն ապշում է։ Զանգում է Անաստաս Միկոյանի, թե Անաստաս Իվանիչի մոտ մի հանճարեղ տղա կա, որին վաղը ֆրոնտ են տանելու, մի բան արեք, չտանեն, էլի։ Դեն ասում է լավ, ես Ստալինին կասեմ։ Դա այն ժամանակներ էր, որ Ստալինին մի տեղ են արդեն վարի էր տվել։ Գերության մեջ սպանվեց։ Երկրորդն էլ արդեն գնացել էր ֆրոնտ 43-ին Վասիլի Ստալինը, որը համաշխարհային պատերազմի միակ օտաչուն ա եղել, որը թռել է առանց պարաշուտ։ Այսինքն մարտական գործողության ա գնացել առանց պարաշուտ։ Դրա սամալյոտը մի հատ քերծվել, ինքը չկար։ Դա անձամբ հոր հրամանն ա եղել, որովհետև Ստալինի մի տեղ գերության մեջ երկրորդն է պարաշուտով փրկվի, բայց գերեվարվի, դա արդեն շատ կներ։ Դրա համար Վասիլի Ստալինը միակն էր, որը միշտ մարտի էր գնում առանց պարաշուտ եւ դա սա իրոք նորմալ մարդ է բան չէր անի։ Ապեր ընդհանրապես չուղարկի իր տղիդ ֆրոնտ, բայց առանց պարաշուտը կոմս կարել է։ Այսինքն ինքը այդ մարդն է։ Հա, զանգ, այսինքն Ստալինին չէր կարելի այդ ժամանակ ասել, թե սրան բանակ մի տար բան հերը կան այդպես, չէ։ Նիկոյանն ասում է, տоварищ Ստալին ասում է, Արամ Իլիչի նորին զանգում է, ասում է, որ հանճարեղ տղա կա իր հոտը մի կանգնած, որին մենք վաղը ֆրոնտ ենք տանում, ասում է, որ չի կարելի տանել, համաշխարհային արվեստը շատ բան կկորցնի, եթե դրան տանեք, դրան սպանեք։ Այս Ստալինն ասում է, լավ, եթե Արամ Իլիչն է ասում, չենք տանի։ Այս մասին պատմում են Լեոնիդ Կոգնի երեխաները, Պավել եւ Նինա Կոգնները, եւ նրանք
Սրբի պես պաշտում է Խաչատրյանին, սրբի պես են պաշտում, ասում են, մենք չէինք լինի։ Если бы не Արամելիչ, мы бы не родились, դերս այդ չէր գա հաստատ։ Մենք իրան պարտական ենք մեր կյանքով։ Ֆիլմ կա Լեոնիդ Կոգան, ֆիլմում խոսում է Նինա Կոգանը եւ Պավել Կոգանը, հայտնի դիրիժոր։ Ասում է 8 տարի, 51 թվին Ելիզավետա Թագորին նամակ է գրում Ստալինին, թե Տավարի Ստալին, իմ մրցույթը վերականգնվել է։ Ես հիշում եմ այն ֆուրորը, որը 37-38 թվականներին արեցին սովետական արտիստները, խնդրում եմ արտիստ ուղարկեք, կրկնեն նույն ֆուրորը։ Ստալին այդ նամակը կարծում է եւ ռեզոլյուցիա է դնում կուլտուրայի մինիստրին Антонова Разгауна послать и занять первые места. Министра որ ստանում է այդ բանը, հրամանը սարսափում է թե լավ արա, ում ուղարկենք, ոնց թե первое место է չի ասում, первое место է ասում։ Մինիստրը վազում է Դավիթ Օյստրախի մոտ, թե որը փայլեց 37 թվին Բրյուսելում, Ելիզավետայի առաջին մրցմանը, ասում է Դավիթ Թյոդորովիչ, շեֆը ցենց բան ուղարկի, ինչ անենք լավ։ Թե ասում է, եթե շեֆը ուղարկել է, ասում է, ախպեր, եկեք Կոգնին տանենք, Լեոնիդ Կոգնին տանենք, մի հատ է Միշա Վայման կարի, Նասյակի դրավ է տանենք։ Այդ երկուսին տանում են, Կոգնը Բրյուսելում 51 թվականին իրականացնում է յուտականների ցեղասպանություն, Աշխարհարչակ Ժակ Սիբոն ժյուրի նախագահը ասում է, որ ես ամաչում եմ, որ երեք յուտակ եմ նվագում, եթե կա Լեոնիդ Կոգն։ Միշա Վայմանն է, Միխայել Վայմանը, որին ռեզերվ են տանում Կոգնին, Ստուչիչիվը, վերցնում է երկրորդ դրան։ Այս խեչ Антонова գալիս է գրում է товарищ Сталин, в соответствии с вашим поручением мы послали и заняли первые места. Ստալինը զանգում է Միկոյանին, թե Անաստաս, ասում է, ты, как всегда, не ошибся։ Այսինքն ինքը հիշում էր 43 թվին ով այլան դիմե ինչ հարցով։ Եթե Կոգնին չտանեին, Կոգը ֆուրոր չաներ, կպաժեր եւ Արամելիչին եւ Անաստաս Միկոյանին։ Այսինքն ամեն ինչ ինքը ֆենոմենալիզացիոն էր, կոնտրոլի տակ էր պահում, ամեն ինչը հիշում էր, ամեն ինչը իր ուղեղի շուտ պայեսներում գրանցում էր, պետք եղած ժամանակ օգտագործում էր։ Նրան ավելի լավ, նրան մարդասիրական, հումանիտար հատկությունները ավելի լավ են երևում, եթե որոնում տակ Взгляд Рук այգում Բերիայի անունով, եւ կբերի ագին արխիվային նյութեր, ասենք Բերիայի զեկույցները Ստալինի հրամանները Բերիային, ռազմագերիների հարցերի վերաբերող։ Ոնց է հանձնարարել ռազմագերի բարել։ Օրինակ մի թեթև բան, սպաներին ինքը արգելել է աշխատել, ասում է սպան պետք է չաշխատի։ Շարքային զինվորը պետք է գերության մեջ աշխատի, բայց ոչ սպան, ասենք այդ բան ունեցել է էլի տարբերություն Հիտլերի ինչ-որ, ոնց ասեմ, մարդկություն ասեմ, հասկացողություն ասեմ, որ իրոք գնդապետ են մարդը չէ, որ լապատկեն ձեռըտած ասես գնա փոսպորից։ Զինվորին կարելի է գերիզին, բայց ոչ գնդապետին։ Հազարիման, հետո Ստալինի հրամանը կարծեմ 45 թվի արդեն ապրիլի 23-ին նվիրված էլի Բերիային նվիրված թե ոնց իրենց պայն սովետական զորքերը օկուպացված Գերմանիայում խաղ բնակչության հետ հարաբերվելիս։ Շատ հետաքրքիր է, կարծացեք ագին բան պարզ կդառնա։ Եվ վերջում ես ինչ եմ ուզում ասել։ Այսօր Ռուսաստանը պրոբլեմային երկիր է։ Եվ այդ պրոբլեմները նրա չեն վերանա, ավելի կխորացվեն, ավելի Ռուսաստանը կործանվեց շնորհիվ իր ապերախտության, ասված պարժեց, քանդեց սովետական միությունը։ Փաստը այն է, անհերքելի փաստ, որ ռուսական աշխարհը, ռուսական քաղաքակրթությունը, ինքնությունը եւ ֆիզիկապես ժողովուրդը, նաեւ հայերին, ով որ կար սովետական ֆիզիկական ոչնչացումից փրկեց երկու վրացի, Ստալինն ու Բերիան։ Ստալինի անունը այսօր ամոթատալ, ընդհանրապես չեն հիշում,
Իսկ Բերյան առեսով պաշտոնապես հանցագործ է։ Գերմանական, ճապոնական, թուրքական, անգլիական շպիոն։ Նրա քրեական գործն եմ ասում։ Ուրեմն Սերգո Բերյան, Բերյայի տղեն, որը տաղանդավոր ինժեներ էր, շատ արագ դարձավ գիտությունների դոկտոր, բայց Խրուշչովը ոչնչացրեց նրան, զրկեց անգամ գիտական աստիճաններից։ Ինքը այն տաղանդավոր տղեն էր, որ Թեհրան Ստալինի իր հետ տարել էր։ Եվ ամեն օր Ռուզվելտի Չերչիլի մոտ գնալուց միշտ կես ժամ նրա հետ է առանձնացել, թե ինչա խոսում, ինչ խոսել, ես չգիտեմ։ Դե երևի գաղտնալսումները կազմակերպել, ջահել, ինչեր է։ Սերգո Բերյան 92 թվին դիմում է ռուսական դեմոկրատական լիբերալ դատարանին։ Դա ասում ախպեր, հորս արդարացրեք գոնե այս մասով։ Այդ մարդը պարզ է ճապոնական շպիոն չի եղել, թուրքական, գերմանական է չի եղել։ Եվ ինչ արեց ռուսական դեմոկրատական անկախ դատարանը մերժեց։ Այսինքն Ռուսաստանի համար ամենամեծ գործն արած մարդը մենակ միջուկային պրոյեկտը դա հերիկա, որ Բերյայի առաջ ողջ ժողովուրդը հայերեն հետը խոնարհվեն։ Չեմ խոսում այն մասին, որ ինքը աշխարհի ամենաէֆեկտիվ հատուկ ծառայությունները ստեղծեց։ Դա դնենք մի կողմ։ Իրեն փայլուն պայս պատերազմի ժամանակ 42 թվին Կովկասը ձեռից գնում էր։ Ոչ մի կերպ ֆրոնտը հնարավոր չէր կարգավորել։ Ստալինը Բերյային ավարտում, գալիս է շատ արագ կարգավորում ամեն ինչը։ Փակում է Բաքվի ճանապարհը, որ Բաքվի նավթահետքներ գերմանացիների ձեռը սովետական միությունը լուրջ խնդրեմ կունենար։ Դա եկի չէ, երկու հատ ֆիլմ են հասցնում նկարել տալիս։ Դավիթ Բեկը մեկ է վրացական կինոստուդիայում մի ֆիլմ նվիրված, ինչպես եւ Դավիթ Բեկը հայ-ադրբեջանական վրացական միասնականությանը, եղբայրությանը։ Ֆիլմ նկարել է այսօր, մտահղացումից մինչև էկրան դուրս գալ առնվազն 2 տարի է տևում։ Սցենարը պետք գրել, հաստատել, ֆինանսավորում ճարել, նկարահանել եւ այլն։ Ամիսների ընթացքում այդ պրոյեկտը վերջացնում է։ 43-ին Դավիթ Բեկը, այդ վրացական ֆիլմը անունը չեմ հիշում, բայց հայտնի ֆիլմ է։ Արդեն 43-ին էկրաններ էր դուրս եկել։ Եվ ասածս որն է, քանի Ռուսաստանում արգելքի տակ է Ստալինի անունը, քանի պաշտոնապես հանցագործ է ճանաչվում գերմանական, թուրքական ու ճապոնական ու անգլիական ու ֆրանսիական շպիոն Լավրենտի Բերյան, Ռուսաստանը լավոր չի տեսնի։ Ուղղակի լավոր չի տեսնի։ Ռուսաստանին քաղաքական կամք է պետք, որ թքի ամեն ինչի վրա, հատկապես լիբերալիզմի, արևմտականության վրա եւ իր փրկիչներին ռեաբիլիտացնի ու գոնե չինացիներին հավասար նրանց հարգի պատվի։ Իսկ Պուտինն ինչ է ասում։ Հաստատ այդ մարդու վրա Փաշինյան Նիկոլն է ազդել։ Փաշինյան Նիկոլը Պուտինին է փչացրեց։ Ասում է, եթե ժողովուրդն ուզում է Ստալինգրադ քաղաքը, թող Ստալինգրադ դառնա, եթե ժողովուրդն անում։ Այդ հաստատ այդ բաները Փաշինյան Նիկոլի վատ ազդեցությունն է Վլադիմիր Պուտինի վրա։ Բայց սա տանեմ դու ես խազեին այդ երկրի, թող ժողովուրդն ով արա։ Դու քաղաքական կամ դրսևորի։ Դու քո ուկազով այդ քաղաքը վերանալի պրծի։ Դու չես ժողովրդի ջեբը գցում։ Որ Փաշինյան Նիկոլը չես, Վլադիմիր Վլադիմիրյան։ Սիրուն չի, չէ։ Ինչևէ, հակիրճ համառոտ փորձեցի այդ հանճարեղ անձնավորությունը հնարավորինս քիչ հայտնի կողմերը ներկայացնել։ Նորից կրկնեմ, որ Ռուսաստանի պատմական հաղթանակները կսկսեն այն օրվանից, երբ ինքը ապերախտության վերջը տվեց իր պետական մակարդակով։ Այդ դեպքում կլինի ուրիշ Ռուսաստան եւ լրիվ ուրիշ Հայաստան, իսկ թուրքերը պարզա չեն լինի, որովհետեւ Ստալինի պրոյեկտներից մեկը, որը վիժեցին անգլոսաքսերը Պոզդամում 1945-ին Թուրքիայի լիկվիդացիան էր։ Առայժմ այսքանը, կհանդիպենք շատ շուտով, բաժանորդագրվեք իմ տելեգրամյան, յութուբյան ալիքներին, կհանդիպենք։